Բայց ամուսնական հարաբերություններում մենք փորձում ենք այդ անունը փողզիջումը, բայց ես փողզիջում այդքան չեմ սիրում այդ երևույթը, որտեղ փողզիջման պարագայում միշտ օրինակ ասում են, չէ, եթե ուզում եք կայնացներ կան տենց, եթե ուզում եք որ հաջողվի ձեր ընտանիքը միշտ զիջեք իրար, զիջել նշանակում է որ ես ինքս իմ ցանկությունը, իմ նպատակը, իմ պահանջմունքը, երազանքը դնում եմ մի կողմ ու դիմացինին եմ հնարավորություն տալիս որ իր պահանջմունքը բավարարվի։ Այդ դեպքում ինչով եք փոխարինում այդ։ Ասեմ, հիմա շատ լավ բան է փողզիջումը, բայց եթե միշտ մեկն է զիջում, նշանակում է որ ինչ որ մեկը զույգերից միշտ ինքը իրեն է ասում, ոչ դիմացինին ասում է այո։ Փողզիջումը խնդրահարույց է իմ կարծիքով ամուսնական, իմ կարծիքով չէ։ Սա ակադեմիկ փաստ է, հա, որտեղ որպես ընտանեկան հոգեբան ես շատ երկար եմ սերտել ընտանեկան հարաբերությունները, կոնֆլիկտները եւ շատ տարածված մոդել է, որ ընտանիքում չկան կոնֆլիկտներ, սերտում ես ըստ տրամաբանության պիտի լինեն կոնֆլիկտներ, չկան կոնֆլիկտներ, ինչ կա, բարձր ցուցանիշ է զբաղեցնում խուսափողական վարքը, սուսեք կռիվ չլինի, փողզիջումը եւ շատ հազվադեպ դեպքերում են որ ամուսիններից մեկն է զիջում, մեկ մյուսն է զիջում, սովորաբար միշտ մեկն է զիջում։ Այսինքն միակողմանի զիջում, այսպես ասենք, որովհետեւ եթե մենք խոսում ենք փող զիջում, դա պիտի երկկողմանի դրսևորվի։ Այո, բայց սովորաբար միշտ զույգերից միշտ չասեմ, սովորաբար մեկն է զիջում կամ անգամ եթե մեկ սա է զիջում, մեկն է զիջում, էլի ցանկալի չի։ Հոգեբանական տեսանկյունից ցանկալի է կոոպերացիաները, փող համագործակցությունը, որ կա հարց, արի հասկանանք, դու ինչ ես ուզում, ես ինչ եմ ուզում, երկար քննարկենք, ամեն մեկը բերի իր տեսանկյուն, իր արգումենտը, այդտեղ կարող է թեժ լինել քննարկումը, մեր հասարակությունը դիսկուսիային սովոր չի։ Մի քիչ բարձր զրույցը քննարկում, ասում են վիճում են։ Չեն վիճում, դիսկուսիա են անում։ Հետո ինչ որ մի քիչ էլ էմոցիոնալ են։ Բայց ուզում ասեմ մեր մոտ բան է, այդ առողջ դիսկուսիան մի տեսակ անպայման վեճ անկալվում եւ հաճախ մարդիկ փորձում են խուսափել։ Վեճ չլինի, խոսակցություն չլինի, բայց դրա արդյունքում են, որ մարդիկ երկար ինչ որ հարցի շուրջ կարող են բանակցել, վերջում գտնել մի տարբերակ, որ համին զալավ համ քեզ։ Որտեվ երբեմն դու կանգնած ես հարցի առաջ, որ քեզանից ակնկալվում է փողզիջման գնալ մի հարցի շուրջ, որ քեզ համար անչափ կարևոր է։ Դու պատրաստ ես այդ հարցում փողզիջման գնալ։ Դա քեզ համար սկզբունքային հարց է։ Ոչ սկզբունքային հարցերում բոլորս է պատրաստ ենք փողզիջումների։ Բայց ընտանեկան կյանքում երբեմն իսկապես լինում են դեպքեր, որ թերապևտիկ դաշտում ես տեսնում եմ կնոջ առաջ դրված է փողզիջման գնալու այնպիսի սկզբունքային հարց, որ այդ հարցին փողզիջման գնալ նշանակում է, որ կինը իր կյանքի, չգիտեմ, կարևոր ինչ որ մի բան կորցնում է, ինքը ուղղակի ես չեմ պատկերացնում դաժե դրանից հետո ինչպես է լինում։ Օրինակ փողզիջման դու պետքա գնաս քո կրթության հարցում, աշխատել չաշխատելու հարցում, աշխատանքի վայրի հարցում, ինչ որ անգամ ճաշակի հետ կապված ակնկալվում է որ անձը պետքա փողզիջման գնա, բայց չէ որ դա իր տեսակն է։ Դրա համար ես հրավիրում եմ զույգերին գալ համագործակցության, գալ քննարկման, խոսել, այո, հաղորդակցվել, արգումենտ սովորել, արգումենտներ բերել, հա, այսինքն արգումենտ հայերեն փաստարկ, հակափաստարկ, այսինքն այո, ես քեզ լսեցի, բայց ես կարծում եմ, որ այս հարցի շուրջ կա նաև այս մոտեցումը։ Դիմացինն էլ ասում է, հա, ես լսեցի, ես հասկացա քո մոտեցումը, բայց չէ որ կա նաև այս մոտեցում, այսինքն երկու հասուն մեծահասակներ, եթե սովորում են բանակցել, իրենք շատ երկար կքայլեն միասին։ Հա, բայց երբ որ դու փորձում ես բերել հակափաստարկ, ասում են լեզվիդ ես տալիս։ Դու հակառակվող ես, դու ամբոստ ես, դու լեզվանի ես, դու անհնազանդ ես։ Այսինքն ստացվում է այսպես, որ մի մտածի, կարծիք մի արտահայտի, դիրքորոշում մի ունեցի, ապահով է այդպես, հարմար է այդպես, հեշտ է այդպես, այո։ Բայց արդյունքում լինում են մարդիկ, որոնք ապրում են կողք կողքի, ֆիզիկապես կողք կողքի, բայց հուզական կապ իրար հետ չունեն։ Որ օտարվում են իրարից, որտեվ ստացվում է այնպես, որ լրիվ սուս մնա, մի հակառակվի, մի ըմբոստացի, լեզվիդ մի տուր, ստացվում է, որ դու տեսնում ես, որ քո դիմացինը մի մարդ, որ ամենամոտը քեզ պիտի լիներ, չէ՞։ Ամենասկզբից մենք որտեղից եկանք, ինչու է մարդ ուզում ամուսնանա, որտեվ ինքը ուզում է ձուլվի մեկ այլ անձի հետ, ձուլվել ամեն առումով։ Ու ստացվում է, որ կյանքի ընթացքում փորձառաբար դու տեսնում ես, որ այս մարդը, որ դու կարծում ես ինքը ամենամոտը քեզ պիտի լինի, ամենաշատը քեզ պիտի հասկանա, չի հասկանում։ Ոչ թե չի հասկանում, չէ լսում։ Չի ուզում, որ դու առհասարակ ինչ-որ բան ասես։ Դա դիտարկվում է, որ դու լեզվանի ես, որ դու հակառակվող ես, ըմբոստ ես, անհնազանդ ես, եւ այսպես։